Բագրատյան, ասացիք առավոտվանից որտեղից եք եկել, որ հասնեք։ Հայքից։ Հա, իսկ ինչ եք տենց շտապում հասնեք պատարագին։ Մասնակցեի պատարագին։ Հա, իսկ տեղյակ չեք, որ Տեր Արամը կարգալույծ է քահանան։ Եկեղեցին Աստծո տունն է, եւ չկար, մենք չպիտի գնահատենք, հասկանում եք, Աստծո գործերին ասում մի խառնի, չէ՞, Աստվածաշնչում գրած է, մի խառնի Աստծո գործերին։ Մենք եկել ենք մեր աղոտ տանենք, մեր բոլոր բաները, չկա ինչ կարծիք ունեք, ձեր կարծիքը պետք է պայեք ձեր մեջ։ Իմ կարծիքը չեմ ասում, Մայր Աթոռը, Մար Այթոռ Սուրբ Էծմիածինը կարգալույծ է արել քահանայի։ Պատասխանը դուք բոլորը տեսեցիք, չէ՞, որ արդյոք այն մարդու կարգալույծ արված է, կարող է կարգալույծ անել մեկ ուրիշ։ Տեսեցիք եք ասում։ Իսկ ինչ կանոնակարգով է կարգալույծ արված։ Ով է կարգալույծ արել։ Ամենապարզ։ Վեհապարի մասին եք խոսում։ Եթե ես կամ դուք անում ենք բաներ, որը իրավունք ենք անենք, մեր զբաղեցրած դիրքով, պիտի չանենք, եթե անում ենք, պետք է թողենք, չէ՞։ Դուք վեհապարի մասին եք հիմա խոսում։ Իսկ դուք ամեն կիրակի եք գնում պատարագ։ Ես Սուրբ Սարգիս եկեղեցու շենքում եմ ապրում, ամեն պատարագ աղում ինչքան հնարավորություն կա մասնակցում։ Եվ շատ հաճախ։ Եթե Սուրբ Սարգիսի սպասավորներին հարցնեք եկեղեցու եւ հազարների բոլորը կասեն, որ գրեթե շաբաթ 2-3 օր եկեղեցի է այցելում պատարագների եւ մասնակցում։ Սկզբից մինչև վերջ պատարագների մասնակցում եք։ Միշտ չի որ, երբ որ աշխատանք կարող չհասնեք, փորձում առաջին, որտեղ աղոթքս հաղել առաստված։ Իսկ այսօրվա պատարագի մասին, որ եկաք Հովանավանք, ոնց տեղեկացակում հորդորով եկաք։ Ողջ Հայաստանը տեղյակ է, չէ՞ դրանից։ Անցած կիրակ նայում են, կայքերը նայում են։ Անցած կիրակ եք եկել։ Անցած կիրակի ես նայում որ հանդիպան չհասցրեցի։ Շնորհակալ